Օրուկես ձգձգված ռուս-ուկրաինական բանակցությունները անցել են թուրքական կողմի ներկայությամբ։ Տևել են ընդամենը 2 ժամ։ Ռուսական պատվիրակությունը գոհ է բանակցությունների արդյունքից։ Երկու երկրների գլխավոր պատվիրակները պայմանավորվել են առաջիկա օրերին գերիներ փոխանակել 1000-ի դիմաց։ Կողմերը համաձայնության են եկել նաև շարունակել քննարկումները հրադադարի շուրջ։ Ուկրաինական կողմը խնդրել է պետությունների ղեկավարների միջև ուղիղ բանակցություններ։ Մենք հաշվի ենք առել այս խնդրանքը եւ որոշել, որ կողմերից յուրաքանչյուրը կներկայացնի հնարավոր հրադադարի իր տեսլականը։ Երբ այն ներկայացվի, մենք նպատակահարմար ենք համարում շարունակել մեր բանակցությունները։ Մենք համաձայնության եկանք գերիների փոխանակման եւ հրադադարի գաղափարների շուրջ, եւ մենք կհրապարակենք բոլոր մանրամասները մոտ ապագայում։ Շնորհակալություն։ Սրանք հանդիպման առաջին կադրերն են Ստամբուլի Դոլմաբահչե պալատից։ Ձախ կողմում ուկրաինացիներն են նստած, աչում ռուսները։ Պատվիրակների գլխավերևում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանն է, որի ներկայությամբ էլ կողմերը պետք է լուծեն իրենց հարցերը։ Ուկրաինական կողմը թարգմանիչ է բերել բանակցությունների սրահ, սակայն թարգմանչի կարիք չի եղել։ Կողմերը ռուսերեն են շփվել։ ՌԻԱ Նովոստի գործակալությունը հայտնում է, որ բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակությունը ժամանակավորապես լքել է դահլիճը, հետո վերադարձել։ Կոնֆլիկտի կարգավորման համար շտաբ հրադադարը կարևոր է։ Բանակցությունների մեկնարկից առաջ իր բացման խոսքում ասել է Թուրքիայի գլխավոր դիվանագետը։ Մենք միասին կորոշենք քայլերի հաջորդականությունը, այս հանդիպումը կորոշի երկրների առաջնորդների ապագա հանդիպումը։ Մենք կարևորում ենք նախագահ Պուտինին եւ նախագահ Զելենսկիին ուղղված խաղաղության կոչերը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցելու անմիջական պատրաստակամությունը հնարավորությունների պատուհան է բացել։ Սակայն հնարավորությունների այս պատուհանին քիչ է հավատում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա բանակցություններից առաջ Ալբանիայում մեղադրել է ռուսական կողմին իր բառերով դատարկագլուխների ուղարկելու համար։ Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի Ստամբուլի այս հանդիպումը վերածեն բեմականացված դատարկ գործընթացի, ինչպես 2022 թվականի հանդիպումները։ Մենք կամ արևմտյան առաջնորդները չենք խաթարում բանակցությունները։ Ռուսներն են, որ դատարկ գլուխներ են ուղարկել բանակցությունների։ Ճնշումը պետք է մեծանա, մինչև իրական առաջընթաց գրանցվի։ Ստամբուլյան բանակցություններին թերահավատ է մոտենում նաև ամերիկյան կողմը։ Թրամփը հայտարարել է, որ շուտով կզանգի Պուտինին, որ միասին քննարկեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման դետալները։ Երեկ Թրամփը հայտարարել էր, որ առանց իր ու Պուտինի միջամտության հարցերը չեն լուծվի։ Մինչ ռուս եւ ուկրաինացի պատվիրակների հանդիպումը Միացյալ Նահանգների պետքարտուղարը առանձին հանդիպել է Թուրքիայի եւ Ուկրաինայի պատվիրակության գլխավորների Հական Ֆիդանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։ Ամերիկյան կողմը առանձնազրույց է ունեցել նաև Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկիի հետ։ Մեդինսկին ուշացած է հասել բանակցությունների վայր, թե ինչ են ռուսները քննարկել ամերիկյան կողմի հետ, մանրամասներ չկան։ Իդեպ ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ հովանավորը կարող է նորընտիր Հռոմի պապը դառնալ։ Լևոն 14-րդը մտադիր է առաջարկել Պուտինին եւ Զելենսկիին հանդիպել Վատիկանում։ Հասմիկ Սերոփյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։